Դերասան Գևորգ Գրիգորյանը շարունակում է ակտիվություն ցուցաբերել սոցիալական հարթակներում։ Գևորգը հաճախ հրապարակում է իր անձնական լուսանկարները, պատմում աշխատանքային նորությունների մասին, ինչպես նաև անդրադառնում երկրում տիրող այս կամ այն իրադարձություններին, որոնցով Գևորգը շատ անհանգստացած ու մտահոգված է։ Օրեր առաջ Գևորգն անդրադարձել է այն հրապարակմանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները, և Հայաստանը ընդունել է բոլոր կետերը։ Դերասանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր հետևյալը. «Չենք ըմբոստանալու, հա, սենց էլ թող լինի, մի գլորեք ու անցեք, ձեր հետ եմ, արա մի փոքր գոնե ընդվզեք, բոլորդ մեկին կորցրած կլինեք վերջին կռիվներին, մարդ եղեք, հորս արև, Աստծուն կասեմ, էս ինչ եք անում»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել էր դերասան Գևորգ Գրիգորյանը։ Հավելենք, որ Գևորգը մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։ Հավելենք նաև, որ շաբաթներ առաջ «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասան Գևորգ Գրիգորյանն էր։ Star News-ը հետևեց զրույցին, որի ժամանակ դերասանը խոսեց նաև անձնական կյանքի մասին։ Եթե խոսքը օրինակ ամուսնության մասին է, ապա իմ կյանքում ամուսնություն եղել է մեկ անգամ։ Իհարկե իմ կյանքում կանայք եղել են, ինչպես մնացած տղամարդկանց մոտ։ Մարդկանց թվում է, թե իմ կյանքում շատ կանայք են եղել, բայց ես ուղղակի խոսել եմ դրա մասին, ընդամենը դա է տարբերությունը։ Բաժանությունների պատճառները տարբեր են թվում, բայց պարզապես մարդիկ պատրաստ չեն իրար զիջելու և էմոցիաներին չտրվելու։ Կենցաղում ես միանշանակ բարդ չեմ, ինձ կարելի է չկերակրել, ես կարող եմ իմ շորերն ինքս լվանալ, կամ արդուկել, կամ ընդհանրապես դրանք կարող են չլվացված լինել։ Նկատի ունեմ, ես շատ թեթև եմ կենցաղի մեջ, կյանքում չեմ գա տուն ու ասեմ, ինչի ուտելու բան չկա, ինչի շորերս լվացած կամ էլ արդուկած չեն։ Միակ բանն այն է, որ իմ կողքի կանայք անհանգստանում են ինձ համար։ Այն ինչ որ ես անում եմ իրենց աչքերում վտանգավոր է ու նրանք ստիպված են անհանգստանալ։ Նրանք չգիտեն ես տուն կգամ այդ օրը, թե ոչ։ Շատ դեպքերում աղջիկները չեն համակերպվում դրա հետ։ Իմ կյանքի ամենաոչ էքստրեմալ բանը մոտոն է, որ իմ տրանսպորտն է, իսկ դա շատերի համար արդեն էքստրեմալ է։ Ես հիմա ոչ մեկին չեմ փնտրում, ում որ պետք էր, գտել եմ, նշել էր Գևորգը հարցազրույցի ժամանակ։ Նույն հարցազրույցի ընթացքում Գևորգը նաև պատմեց մի պատմություն, երբ 17 տարեկան հասակում հայտնվում է վիճաբանության մեջ ու դանակահարության հետևանքով մի քանի ամիս անցկացնում քրեակատարողական հիմնարկում։ 90-ականներին, 2000-ականների սկզբին ինձ հետաքրքիր էր այդ ամեն ինչը։ Լավ տղա լինելուն ես ուրիշ տեսանկյունից էի նայում, ինչ-որ չափով միգուցե ձգտում էի հայտնվել քրեակատարողականում և տեսնել այնտեղ մարդիկ ոնց են ապրում, և թե ինչ է իրենից ներկայացնում այդ ամենը, որովհետև ունեի մեծ հարգանք այդ կյանքով ապրող մարդկանց հանդեպ։ Իհարկե դիտմամբ չեմ գնացել նստել, դեպքն ուղղակի ստացվել է։ Բայց այդ դեպքը հետևանքն էր իմ այն ժամանակվա հոգեվիճակների, մտքերի և ինչ-որ ձգտումների։ Օրինաչափ էր, որ մի օր նման մի դեպք լինելու էր։ Երևի դա պետք է տեսնեի, որ հասկանայի, կարելի է նաև ուրիշ կյանքով ապրել։ Իր վերջին հարցազրույցի ընթացքում անկեղծացել էր Գևորգ Գրիգորյանը։ Նշենք, որ տևական ժամանակ հեռուստադիտողի և համացանցի ուշադրության կենտրոնում դերասանուհի Ռոմելա Սարգսյանի նախ ամուսնալուծության, ապա նաև Գևորգ Գրիգորյանի հետ ունեցած հարաբերություններն են։ Շատ դեպքերում հեռուստադիտողը նույնացնում է դերասանների սերիալային խաղն իրական կյանքի հետ, սակայն սա այն դեպքն էր, երբ նույնացումը արդարացված էր։ Star News-ը բազմիցս հրապարակումներ է արել, ցույց տալով, որ զույգն իրականում միասին է։ Օրինակ, Ռոմելան և Գևորգը հրապարակումներ էին անում, որոնցից պարզ էր դառնում, որ նրանք ասես միասին են և նույն տեղում են հանգստանում։ Հատկանշականն այն էր, որ նրանք գիտակցում էին, որ նմանատիպ հրապարակումներով ցույց են տալիս, որ նրանք միասին են, սակայն որպես այդպիսին չէին հայտարարում։ Վերջերս էլ մեր աչքից չէր վրիպել Ռոմելայի հրապարակած տեսանյութերից հատված, որում դերասանուհու ձեռքին իր հեռախոսն է։ Այստեղ երևում էր, որ Ռոմելա Սարգսյանի հեռախոսի էկրանին իր և Գևորգի ջերմ ու սիրահարված լուսանկարն էր, ինչը իհարկե կարող է ևս հանուն նկարահանման լիներ, չէ որ արդեն մի քանի նախագիծ է, ինչ Ռոմելան և Գևորգը որպես սիրահար զույգ են ներկայանում։ Բացի այդ, Գևորգ Գրիգորյանը տարածել է Ռոմելայի հրապարակումն ու գրել. «Սիրուն,
Նշենք, որ Star News-ը հանդես եկավ հրապարակումով, որում նշում էր, որ Ռոմելը Աշոտ զույգ այլևս միմյանց չի հետևում Instagram-յան հարթակում։ Նրանք մեկը մյուսին ջնջել են հետևորդների ցանկից, եւ բացի այդ, վերջին շրջանում Ռոմելան իր հրապարակումներում առանց ամուսնական մատանիի է։ Հավելենք, որ մեկ անգամ Ռոմելան խոսել էր ամուսնու Խանդի եւ իր համբույրի տեսարանների մասին, հետեւյալը ասելով. «Շատ նորմալ է վերաբերվում, հիմնականում խնդիրների չենք բախվում նման հարցերի շուրջ։ Ես իրականում չեմ թաքցնում, թե ով է ամուսինս, ուղղակի ես պատասխանատվություն չեմ ուզում վերցնել ինձ վրա հեռուստադիտողի առաջ։ Ծանոթացել ենք Թատերական ինստիտուտում, երբ նոր ընդունվեցի, ինքն արդեն երկրորդ կուրսի ուսանող էր։ Սիրահարվեցինք, որոշ ժամանակ ընկերություն արեցինք եւ հետո որոշեցինք, որ պետք է ամուսնանանք։ Իհարկե, համատեղ կյանքի ընթացքում լինում են կռիվներ, երբեմն չենք հասկանում իրար, երբեմն ես եմ սխալվում, երբեմն ինքը, բայց ամեն ինչ հարթվում է, երբ որ կա սեր, մնացածը անկարևոր է»։ Իր հարցազրույցի ժամանակ նշել էր Ռոմելան. «Դե իսկ վերջում չմոռանանք հիշեցնել մեր հայտնիներին, որ մենք երբեք չենք սխալվում եւ շարունակում ենք զգոն լինել ու մեր ընթերցողներին ներկայացնել այն լուրերը, որոնք նրանք դեռ փափագում են խնամքով թաքցնել։ Առաջարկում ենք դիտել Ռոմելայի եւ Գևորգի վերջին հոլովակը, ինչպես նաեւ մի քանի այլ տեսանյութ, որտեղ Ռոմելան է նկարահանման հրապարակում»։ Снимай видео под этот звук со своей половинкой. Закрывайте глаза. Кто первый признался в любви? Кто больше ругается? Кто смешнее шутит? Кто больше целуется? Кто самый красивый? Кто больше кушает? У кого больше друзей? Кто более токсичный? Кто больше тратит денег? Кто истеричка? Շիճանապար է տվել, կներես աղբերս, դու պատկերացնում ես, որ սաղ սենց դիստանցապահեն, ես 15 գտավթուն կձգվի երկու խաշմերուկ հետ, գնացիր մտար բագաժնիկը, իմ ասեմ ծնգնելու ենք ես ավտոբուսի հետևից գնանք, կամաց, ես մեքն է վր ես բարձանում, անտեր երկուգից ազատ է, ինչի ես ընգել ես ավտոբուսի հետևից ուշին, արդեն ազատ ես կարասող է գնաս, ասների գաստորմուս, իտկս խարնում արդեն աստենց, ես ոպա պրապատով հետ մուրդ եմ ասում, վայմ է, գնում ես պրավի քննության, քննությունը ոնց է ստացել, կարդալ պատմել է եղել, դու ես չի ասելու մեղավոր են, միկրավարնով կետ ծարկածա չքշողների համար չես կնում, ոտել մի դիրքով ուղակի պայես, որ անտեղ պիչ ասեն ես չլինենք, հետը սաղոթագիրք են պահելու, որ տեղ ասնենք, հատես տեղա պետք կախել, սպասի սախրանի։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը՝ Գևորգի եւ Ռոմելայի սիրո պատմությունը, ինչպես նաեւ հաստատման հոլովակը։